Այսօր համեմատելու ենք 5 աստղանի ջիմ, շատ լավ ու թանկանոց ջիմը, համեմատելու ենք շատ վատի հետ։ Reebok-ի մարքեթինգի արքաները, ասենց ասած, վիդիտիլի չթողին նկարահանում անենք ներսը, չգիտեմ իրանք ինչ ունեն ներսը թաքցնելու, ինչ։ Ես պալիբոմը եթում եմ նստեմ իմ ավտոն, այդ համ ուրիշ տեղն ես չես նեմ մնում եմ օրերով։ Հաջողություն։ Ես սենց ասեմ, ձեր մարքեթինգ թիմին ես մենակ իմ ավտոյի համարներով կարամ առնեմ։ Բարև բոլորին, դուք գտնում եք Զվանոկ ալիքում։ Այսօր էլի համեմատության ֆորմատը։ Չոտը գնացել է այդ ֆորմատը, սկսել եմ ես սիրել։ Այսօր մենք համեմատելու ենք ինչքան էլ զարմանալիք թվա, բայց սպորտ կոմպլեքսները կամ սենց կոչված ջիմերը։ Այսօր համեմատելու ենք 5 աստղանի ջիմ, շատ լավ ու թանկանոց ջիմը, համեմատելու ենք շատ վատի հետ։ Տենանք ինչ կարան մեզ առաջարկեն թանկում ու ինչ կարան մեզ առաջարկեն վատ տեղում։ Նախորդ ուզում եմ հիշեցնել, որ ամեն մի բաժանորդագրություն իմ ալիքին 50 դրամը մանկատներին օգնություն։ Այսինքն, եթե վիդեոն հավաքում է 1000 բաժանորդ, այս վիդեոից գալիս է 1000 բաժանորդ, մենք մեր մոտից տալիս ենք 50000 դրամ մանկատներին օգնություն։ Գալիս է 10000 բաժանորդ, տալիս ենք 500 000 դրամ։ Այնպես որ անպայման իջի ու բաժանորդագրվի ալիքին։ Ու դիր լայքը պարտադիր։ Առաջինը, որ մենք եկել ենք, այդ Reebok Sports կոմպլեքսն է։ Ինքը ինչքան նայեցի ամեն սայթերով, բաներով նայեցի, լավագույններից է։ Նու չեմ ասում ամենալավագույնն է, որովհետև կարող է ավելի լավ լինի, որը ես չեմ ճարել, չեմ ուզում տենց բեր վերցնեմ ուսերից, որ հետո մտնենք, ապետի լավը չէր։ Եկել ենք ստեղ, հիմա մտնում ենք, նայենք, մեզ ինչ կարան առաջարկեն, հետները սպորտային համազգեստ չենք բերել, այսպես ոնց կան, կտենց եկել ենք։ Ոբշե մենք ոչ է պարապելու ենք, մեզ հետարքիր է, մտնենք, մի հատ նայենք, մի երկու բան նկարենք ու դուրս գանք։ Ինչ որ ձեզ հետարքիր է, ինչ որ կարանք ձեզ ցույց տանք։ Բոլորով հիմա գնանք, մտնենք ու այնտեղ ամեն ինչ པարզ կլինի։ Ժողովուրդ, ուրեմն Reebok-ի մարքեթինգի արքաները, ասենց ասած, վիդիտիլի չթողին նկարահանում անենք ներսը, չգիտեմ իրանք ինչ ունեն ներսը թաքցնելու, ինչն է իրանց մոտ վատ, ոչ չթույլատրեցին, կամ խիչի թույլատրվում նկարել, պարտադիր պետք է սիրուն աղջիկ լինի, որ Instagram-ի story անի վազելուց, որ ինքը եկել է պարապի, տակն է նշի խոսքի Reebok Sport Complex, որ ասեն, ուֆ, տեսակ մեզ նշել են մարքեթինգը ուրախանը։ Բայց որ իրանք ունեին շանս հայտնվելու մեր ալիքում, ունեին շանս լավ կողմով, ես պրիտոմ ներս մտնելուց ասեցի, որ մենք սենց վիդեո ենք նկարում, որ լավագույնը ընդդեմ վատագույնը, ու դուք լավագույնի ցուցակում եք։ Հարցից։ Ինչ։ Մեր կանալի մար վիդեո ենք նկարում YouTube-ի։ Բախի չեք հարցնում։ Ինչի համար հարցնենք ազատ տարածքը։ Ոնց ազատ, բա մենք ստեղ ինչ բան ենք։ Բա մեքենաս էլ ընդեղ է, որ ազատի։ Ստեղ կանգնած է։ Դե դուրս ինչ իմանանք, որ պետք է հարցնենք նկարահանավար։ Հիմնականում թույլ չեն տալիս։ Դե գիտեմ, ներսի համար թույլ չեն տվել, խոսացել ենք մարքեթինգի թիմի հետ, ներսը նկարում չենք անում, դուրսն ենք անում։ Է որ շատ մարդ չի ուզում, որ իր մեքենա ստեղ երևա մի բան անի, պատկերացրու ինչ է։ Դե տարբերությունը ո՞րն է խոսքի, կանգնած է մեքենան, ոչ մեկ ստեղ խախտում չի անում, որ երևա կամ չերևա։ Խախտում հարց չէ, ես իմ տարբեր մարդ տարբեր կատեգորիա չի։ Դե տարբեր մարդ տարբեր կատեգորիա մեռնեմ կյանքիդ խոսքի, դուս էլ իքը մարդ է տենում, թո չքշեն իրանց ավտոները։ Չեմ ուզում, որ ինչ որ մեկ իմանա, որ ես էլ եմ Reebok, գոնե որ փողում եմ, ես ինչ ունեմ։ Reebok չի, էսի բանը, պարկովկա է։ Բայց ում պարկով։ Բա արև ձեզ։ Էս ում պարկով։ Դիշ կապ ունի։ Ոնց իշ կապ։ Հա, սպորտ կոմպլեքսի պարկովկեն է։ Ինչ է նշանակում։ Այս ավտոն խոսքի եկավ, հիմա ինչ ես մարդը ուզում է չի իմանա, որ ինքը փող ունի։ Այ ախպերի, ես պայմանական քեզ ասեցի մի օրինակ, դու խի ես այդ մի օրինակից։ Դե հենց կոնկրետ այդ օրինակը շեշտեցիք, դրա համար եմ ասում։ Էս իմ կանալն է, իմ սեփականությունն է, ես եմ նկարում, ցավը տանը։ Մեր սեփականությունն։ Տարածքը սեփականություն, հա։ Հա, բա ում սեփականությունն է։ Դուրսն էլ ասենք պետության սեփականությունն է։ Պետք է դա ես պետությունից հարցնեմ, խոսքի որ նկարեմ։ Որ գնաց քեզ ոչ մեկ ոչի բան չի ասի։ Ես ինչ գիտեմ, կասեն թե չէ, կարող է ինչ որ պետական մարմին գա, ինձ ասի մերն է պետությունը, խի ես նկարում մեր պետության մեջ։ Բայց ես տարածք անելու համար գոնե մի բերան պիտի հարցնեի։ Ես ներսը հարցրել եմ։ Ներսը չեմ նկարում, մեզ ասեցին ներսը նկարում չի կարելի կատարել։ Այս Փարիզով միջև վերջ Reebok-ի
կտարածնա։ Ջան, խնդիրը էս իմ համար վիդեո եմ նկարում իմ կանալի համար։ Մենք էլ աշխատող տղեկ ենք էլի։ Հա, ես ձեր ցավը տանեմ, դուք աշխատեք, դուք ձեր գործ արեք, ես էլ իմ գործն եմ, ես իմ գործն եմ անում։ Ես գիտեմ, էդ եմ ասում, ես էլ իմ գործն եմ անում։ Դե բերեք մեկս մյուսի գործին չխանգարեն։ Ես պալիբում եթում եմ նստեմ իմ ավտոն այդ համ ուրիշ տեղն ես չես տեմ մնում եմ օրերով։ Իրար հասկանանք էլի որպես։ Հաջողություն։ Մի խոսքով, դաժե այս միջադեպը ես չեմ ուզում շեշտեմ, թե ինչ մոտեցում է ցուցադրվում, վիդեո նկարելու մեջ, պարտադիր հիմա սիրուն աղջիկ գար սթորիներ, կգային կասեն քուրիկ ջան, ինչ սիրուն ես, ինչ լավն ես, ապրես որ նկարում ես մեր սպորտ կոմպլեքսը, հայտնի ես սարքում ես, բայց որ իրանք ունեին շանս մեր կանալում հայտնվելու ու լավագույն անունով հելնելու, ոչ թե վատագույն անունով հելնելու, իրանք այս շանսը բաց թողեցին, մեր մարքեթինգ թիմը վիդիտիլի չի թողում։ Ես սենց ասեմ, ձեր մարքեթինգ թիմին ես մենակ իմ ավտոյի համարներով կարամ առնեմ։ Ժողովուրդ տնտեից հելանք, հիմա եկել ենք ավելի բարեհամբույր լավ տեղ Օլիմպավան։ Մենք մտանք Օլիմպավանում այլի ադմինիստրացիային հարցրեցին կարելի է նկարել, չի կարելի նկարել, այս մարդիկ շատ ադեկվատ ասին մի րոպե սպասեք տնօրենին հարցնենք։ Գնացին տնօրենին հարցրին, հետ եկավ այդ տեղն ու մեզ ասեց, որ մեր տնօրենությունը ձեզ նվեր է տալիս, ձեզանից ոչ մի գումար մենք չենք ուզում, մեզ հենց աբոնեմենտը անվճար նվեր են տվել, որ մենք կարանք մտնենք ամեն ինչից ներսում օգտվենք։ Այս sense պետք է լինի մոտեցումը մարդուն։ Եթե դու դաժե բլոգեր չես, ես կամերան ես կողքի եմ դնում, ես կարայի չասեի, որ մենք նկարում ենք։ Ու թաքունս ես GoPro-ով տակից նկարեի։ Բայց ես սիրում եմ, որ ամեն ինչ չես լինում ու նորմալ ու լավ վերաբերմունք են ցույց տալիս մարդուն։ Շնորհակալ ենք Օլիմպավանին։ Ժողովուրդ, մենք հիմա գտնվում ենք Օլիմպավանի ջիմում, մարզասրահում ու եկեք մի հատ դուք զարմացեք, թե ինչքան ռազմի բաներ կան այս թևի վրա խոսքի։ Շարունակում է այս կոմով ու մինչև ես իմ ուր տարբեր բաներ, ես ոչ մի վարժություն չգիտեմ, ժողովուրդ, անկեղծ եմ ասում, ես չեմ օգտվել ոչ մի վարժություններից, ոչ մի բան չգիտեմ, մի անգամ հոթելում վազել եմ սարքի վրա, տիպ ընդեղ էլ ֆիթնես զոնա կար, ելել եմ վազել եմ, այստեղ խոսքի որ վարժությունը ինչ է անում, ինչ է լցում կամ ինչի համար են անում, ես դες բաներից կուրսի չեմ ունես, որ չգիտեմ ստեղ ես ինչ որ բան փորձեմ թե չեմ, որ չարժի փորձես, պետք է հավայի խայտարակ լինեմ այսքան մարդու մոտ։ Հիմա քայլում ենք մինչև այս մյուս կողմը, որ ցույց տամ թե ինչքան տարբեր է ամեն ինչ, չգիտեմ ինչի, ապա մի բան արժի փորձած, թե չէ քո կարծիքով։ Արժի մի բան փորձած, ապա ինչ փորձեմ ես տենգեր, ինչ փորձեմ գցելու եմ վրես ապա։ Всё, մի խոսքով ջոգեցինք վարժությունների ինչում են կայանում, դե ձեր մեջ նախ գիտեմ որ սպորտսմեններ կան, կջոգեք որի ինչի համար է, արդեն դա ձեր գործն է։ Բայց դե ինձանից կախված թե բան չկա, ոչ սպորտսմեն եմ, ոչ էլ շատ հետաքրքրվել եմ սպորտով։ Այս վարժությունները արդեն դուք գիտենաք, որ ինչի համար է։ Հիմա մի հատ ես ուզում եմ գնամ հարցնեմ կներեք էլի խոսքից տեղ ինչ հետաքրքրություններ կան ուրիշ զանազան բաներ մեզ մի հատ ասեք, մենք որտեղ ուզում ենք օգտվենք այդ ամեն ինչից։ Հիմա գնում ենք, մի հատ հարցնում ենք աշխատողից, իմանում ենք որը որտեղ է ու սկսում ենք։ Որովհետև հիմա ասես միջանցքով ֆռում ենք ու երկու հատ մենակ շոքեբաղնիկ կան ու տիպ այսքան սաունա, էսի ընդհանուր միջանցքն է, ջիմն է դե արդեն եղել ենք այդտեղ, ստե դահլիճ։ Ինչ դահլիճ անգեր տենաս։ Ինչ դահլիճ աստեղ։ Չեմ ուզում բացեմ, ապես էս մուսկուլատ տղեկ չհելեն դեմս։ Մենք էս քայլեցինք ու գտանք որ այստեղ սնվելու տեղ էլ կա, պրոտեինը, բանը, ամեն ինչ կան ու պարապողների համար նախատեսված առողջ սնունդով եւ այլն, դե Red Bull առողջ սնունդ չի, Pepsi-ն առողջ սնունդ չի, բայց առողջ սնունդը կա, կարևոր է։ Թարմ կամած հյութերը ամեն ինչը կա։ Նես որ պարապողների համար թույն է։ Ժողովուրդ փաստորեն որ մենք ստեղ ենք եկե հետ էինք դառը, այդ աղջիկ ասես որ խի եք հետ դառը, ախպեր տոշնի գնացել եք, եկեք նայենք ինչ կա ստեղ։ Բասկետբոլ։ Ну вообще ասեցին ստեղ ոչի բան չի ընթանում, չգիտեմ բացելա թե չէ։ Ինձ թվում է փակ կլինի, չէ բացա։ Եկեք ընդհանուր դահլիճը ցույց տանք ձեզ։ Խի ասես մեծ, ինքեր լրի վաու ապը խի ասես մեծ։ Вообще սուդիա բան ջոգում ես, ընդ հաշիվ բան ջոգում ես, ապե սախ կա։ Խոսքի պրոֆեսիոնալ բասկետբոլի համար ջոգում ես, հենց բասկետբոլի բանի համար էլ կան դեղ հանդերձարան, որ գնան հանվեն, գան կոնկրետ բասկետբոլ խաղալու։ Կոնուսներ եւ այլն։ Ապա բասկետբոլի մեջ կոնուսի ինչ են անում։ Դրանց սենց փորձեն ինչ արագության են հետում։ Ապա բասկետբոլի հա? Ստե սուդիան են նստում։ Ապա բասկետբոլի ժամանակ ես լսել եմ, որ միշտ ճռճռոց է գալի, որ սենց ռեսկի։ Ապա իմը չի լինում։ Ես բասկետբոլիստ չեմ դառնա, որ մը չի ճռռում իմ բոթասները։ Խնդրում ենք վերջում կնդակները տնել տեղը։ Փագա ապա։
Արա ես ուզում եի մի հատ շիտ գցեի, ապա մի հատ գոլ էի ուզում գցեի։ Աբրեք։ Всё, փորձում ենք մի քանի հատ շիտ գցենք։ Ոնց են անում պրոֆի բասկետբոլիստները, իհարկե չգիտեմ։ Ժողովուրդ, ես իհարկե չգիտեմ ոնց են պրոֆի բասկետբոլիստներն անում, ուխի ես գնդակը sense մի տեսակ գեոմետրիայից ընկած։ Sense մի կոմեսկում, բայց երևի ձևը տենց է բասկետբոլի։ Եկեք փորձենք շիտ գցենք։ Շատ վատ էր։ Իմ տոշկի հետ явնի մի հատ պրոբլեմ կա, որ ես կարգից ուռ եմ խփում ապե։ Լավ, ապե գոնե հենց տակից կարամ գցեմ, թե չէ, հենց այստեղից։ Օրա լավ, մի հատ այն մյուս ենք փորձում, ես մի շիթը լավը չի, են մեկն եմ գցում։ Ապե մի բանդիտո, հա? Ապե իհարկե մեծ տանջանքով, մեծ դժվարությամբ, բայց մի հատիկ շիտ կարծել եմ գցեմ, եկեք մի հատ էլ այս հերվից եմ անում։ Մոտիկից շատ կարացանք, որ հերվից կարանանք, չէ՞, էտա ճիշտ պատասխանը։ Եփ ես վերջի անգամ սկսեմ գնդակի հետևից վազել։ Վերջի անգամ 15 տարեկանում ֆուտբոլ եմ խաղացել մի անգամ։ Ժողովուրդ, գնում ենք մտնենք արքայական տեղ։ Մենք հիմա գտնվում ենք Օլիմպ Ավանի բասեյնում, ապա ես խիաս ես խորը։ Չէ, ես չեմ մտնի, ապա։ Ես ջրից վախում եմ։ Ստեղ նայեք, այս բարձրությունները տենում եք, թե պարապողներից ով իր բարձրությունից կարա թռնի, էդի դրա համար է։ Ոսկի մեկը ընդեից կարա թռնի, մեկը ստեից։ Այն վերևից թռնողները ամենաքինգերն են, էլի, որ թռնում, գցվում են ու մեկից մինչև վերջ հասնում են։ Որովհետև շոկ է ջոգում, էս ապա։ Որովհետև ջրի աստիճանը նա այնտեղ դաժե ցույց է տալիս։ Ջուրը 29 աստիճան է։ Դաժե էտա ցույց տալի ապե։ Օրանգերս ի՞նչ խորն է, հələ տակը նայի։ Ոսկի սենց է երևում ջրի մեջ вообще այլանդակություն է, այնքան խորն է։ Նես պետք է հելենք, հել ամենավերևը հելենք։ Որ այս ոնց որ նավը լինի ինգեր, նավերի վրա սենց ռիսկի է սա պադիումները։ Առաջ չեմ էթա ես տեից նավսակից լուչի, չեն գնեմ ջուրը խեղտվեմ, խայտարակ կլեմ մեռնեմ։ Էսի նախավերջի հարկն է, սրանից բարձրել կա։ Հիմա հելում ենք ամենավերևը։ Ու գցվենք ջուրը, չէ՞ ապե հենց տեից է, ձև չկա, պետք է անենք։ Մենք իտո արդեն չգիտեմ քանի մետր բարձրության վրա ենք գտնվում, բայց մի հատ էլ կա։ Սրանից վերև էլ կա։ Արախի ես չեմ կարում խոսքի, այնպես լողանամ ապե։ Գլուխից ջրի տակ անեմ, էթան ոչի բան չանեմ։ Ոտերից հետևից պրոպելերներ ֆռան բան անեն։ Այ հիմա մենք գտնվում ենք այն ամենավերևի հարկում։ Կարակ խոսքի կողի շենքով նայեք, մենք այն շենքի 4-րդ հարկի բարձրության ենք, ես նիշտա։ Առաջի հարկը բասեինն է, մենք 4-րդ հարկի բարձրության ենք արդեն։ Եկեք առաջ նայեք, չի երևում հələ ջուրը չի երևում։ Այն նոր սկսում է երևալ։ Այդքան որ մենք հիմա բարձր ենք։ Հա, այս տեից սկսած նայ ճոճը կա։ Այս տեից է։ Գիծ երևում է։ Արա պետք չի լավ, սենց ռիսկային քայլերի չեմ ուզում դիմեմ։ Էշնահատա կլնեմ միամիտ։ Դե խոսքես կողի նավաստրոյկով է կարանք տենանք, թե ինչ բարձրության վրա ենք մենք հիմա աղբերս։ Ու պրիտոմ մենք իջել ենք ներքևի հարկը, հիշեք ժողովուրդ, այդ պահը հիշեք, որ մենք առաջի հարգում էինք, մենք իջել ենք ներքև, այսինքն պատվալային։ Ու հիմա մենք 4-րդ հարկի բարձրության ենք։ Արա ո՞նց են լողորդները ստեից թռնում ապե։ Ջոգում ես որ մարդ կա, որ ստեից թռնում է, լողանում ապե, ողջ համանում։ Իրան բան չի լինում ապե ստեից գցվելուց հետո։ Ես չեմ կարում տեղավորվեմ այդ փաստի մեջ ոչ մի ձևի։ Հիմա ամենադժվար գործողությունը գիտեք որն է լինելու։ Այստեղից իջնելը։ Ես իրոք անկեղծ եթե այսքան խորը չլներ, ես կմտնեի լողանայի, գնացը պատրաստվել էինք ամեն ինչ մեր համար սպորտային համազգեստ եւ այլն առել էինք, բայց այն որ էսի մեր է չի ջոգիկ, դե ինչ, այն պատալոկից իջել ենք, հիմա արդեն գնանք տենանք
Էլ ինչ հետաքրքրություններ ստեղ կա։ Եթե այս ամեն ինչով սահմանափակում ենք արդեն պրինցիպի հերիք է, եթե այս ամեն ինչով սահմանափակում ենք, գնում ենք վատ տեղ, տենանք ընդ ինչ են մեզ կարող առաջարկեն, հելանք։ Բասենից բանից դուրս եկանք ու դե ներս ուբորկային անում էլ չմտնենք հանգարենք աշխատողներին, այս էլ ծանրամարտի գոտին է։ Նու ծանրամարտիկներն են ստե պատրաստվում։ Ստե բարեցներինն է, ես պարան հելնելն էլ դաժե գիտեմ։ Պարան հելնելը գրես ինչ դժվար է։ Հա։ Փորձի։ Չարժի կամերաներն այն ղժն։ Էսի բոքսի ռինգը, ընդ ոնց որ MMA-ի բանը լինի, բոյբես պրավիլի համար, այս ձևի ռինգը, այնա մեկին արդեն տապալել են գետին, ընկելը չի կարում հելնի։ Դե այս կողմ արդեն հենց բոքսի ռինգը, պրյամո բոքսի ոչ թե MMA եւ այլն, դե տանձիկների մասին խոսք չկա, տանձիկները կան ու կան։ Հələ տենանք ով կա ստեաներ վաբշե։ Բրնցքամարտիկի պարապելու ջոգիր։ Всё, բոլոր հետաքրքրությունների տեղերը մտել ենք, սաղ տեղերը փորձել ենք հատ առ հատ։ Նու իհարկե բասեինը չփորձեցինք, որովհետև այդ իմ համար խորն էր, ժողովուրդ պետք չի այս վիդեոյում մահեր գրանցենք։ Հիմա ինչ անենք ախպերս։ Արդեն եկավ պահը, որ մենք պետք է գնանք վատ տեղ։ Եկավ այդ պահը։ Պետք է հրաժեշտ տանք այս հրաշք բրասլետներին։ Գնացինք։ Ժողովուրդ, մենք հիմա գտնվում ենք մեր սենց ասած մի աստղանի սպորտ կոմպլեքսում, ինչի կոմպլեքս, որովհետև ստեղ համ ֆիթնես կա, համ լողաբազան կա եւ այլն։ Այսօր մենք համատում ենք կոմպլեքսները, որ մենակ տես տրինաժորնի զալ չլինի, որովհետև տրինաժորնի զալ վատ շատ կճարենք, իսկ սպորտ կոմպլեքս վատը տենց դժվար է ճարելը, բայց մեծ ջանքեր գործադրելով ես ճարել եմ 1 ու 2 աստղով, այսինքն 1 աստղ հաշվեք, Երևանի հենց սրտում ախպեր, հրապարակ ընկեր, կենտրոն են, սա հենց կենտրոնն էլ տեղ չկա։ Սպասարկումը լավ բարահամբույր էր, ինչ եք ուզում, ինչ եք ցանկանում որ լինի, աբոնեմենտի մեջ էս ասի մեր բրասլետներն է, ֆիթնես զոնա, բասեին, շոքեբաղնիկ, ու ինչ որ եղել է այնտեղ, նույնը ստեղ կա։ Էդի շատ լավ է օփշի, մենք կարանք համեմատենք։ Ստեղ հանդերձարանն է, դուշևոյի կաբին կեք, իհարկե սենց դուրը թեք հանգեր օկված է տոլի ինչ է։ Դուշևոյի, այնս կոչով է կապած ընկեր։ Սա այստեղ գտնվում է բասեինը, ու իհարկե ոչ այնքան մեծ ինչքան եղել այն ժամանակ, եկեք բարձրանանք երկրորդ հարկից նայենք։ Իհարկե ներողություն եմ խնդրում այս շուխուրի համար։ Այս շուխուրի խնդրեմը իհարկե մենք չենք, որովհետև տարածքը փոքր է, մարդիկ լողանում են, շուխուր, շախար եւ այլն։ Մենք չենք այս ամեն ինչ անողը։ Կան դեռ մի հատ INS դինամիկ, որը երկն ապահովում, ճիշտ է մեր բախտը բերեց այս բան երկու անջատես, կարող ենք խոսանք, կարող ենք նկարենք։ Ապա մի բան ասեմ։ Էս է տրինաժորնի զալը։ Էս է տրինաժորնի զալը ընկեր։ Չէ։ Դժվար։ Հաստատ չէ։ Դու չգիտեմ, դեսի բասեինն է, մեկը մեկի վրա։ Ու այնի կարող է հենց իրոք տրինաժոր։ Ինչ անենք, այս անգամ գցվենք, ապա չէ, եթե ես ընդ չեմ գցվես, դե ռիսկ չեմ անի գցվեմ, որովհետև օձիվների մեջ որ կարդացել եմ, ամենավատ բանը որ գրած է եղել, այս ստեղած վրով։ Ամենաշատը բասեինի վրով այնց գրած եղել, որ նիտո էլի, այն չի։ Մանրուք բաների մասին չեմ ուզում խոսամ, որ կեղտոտ է եւ այլն, ու պետք չի, լավ։ Ճիշտ է, եկեք մի հատ գինն է շեշտեմ, որ գինը ստեղ նշ չի էժան, հա։ Եթե ուզում ես դու ամեն ինչից օգտվես ֆիթնեսից, բասեինից եւ այլն, անձը 8000 դրամ, դե մենք երկու հոգով ենք 16000 դրամ փող ենք տվել, նշ չի, դի քիչ է, իսկի Օլիմպիադանում ավելի էժան կարող լիներ ու ավելի որակով։ Ու ասեմ, որ շատ դուշնի է այստեղ, օդ չկա շնչելու, արա լույսերն էլ տարան մեր վրա։ Ստե լրվելու բան չկա, այդանք մի հատ ֆիթնես զոնա նայենք։ Իջանք։ Դե չէ նկար։ Բայ Նո մորքուրները արդեն բողոքը սկսի։ Բա մեզ քիեք նկարում, բայց դե մորքուր տեսել եք դուք այս բանի մեջ։ Նու հա անցածին հետ չենք կարող համատենք։ Սաղ կա, ամեն ինչից կարաս հանգիստ օգտվես։ Նորմալ է, ապա ես ավելի վատ եմ պատկերացնում։ Թեխի ա 1-2 ասել, ես չեմ կարող դա հասկանալ։ Չեմ ուզում էլի ինչ որ ոչի բանից օգտվեմ։ Ինչից օգտվեմ, դա էսի խոսքի վազում ես։ Հետո էսի խոսքի վազում ես։ Էսի խոսքի վազում ես, ապա։ Իսկ այ էսի
խոսքի վազում ես։ Ստեղ դե գանտելներն, հա։ Ապա պրիչիններ եմ ուզում ճարեմ 1-2 աստղի համար։ Ու հա բասեինը էդի հեչ, բասեինի մելոչներին, որ ես կպա էդի հեչ, կարանք հաշվենք։ Ժորդ երկար մանեկա ինչ պրիչին կարանք ճարենք ստեղ, հա։ Պրիչին, խոսքի մի փլված կաֆե, որի ջարդած քայլի, էդի պրիչին չի էլի։ Կոմպլետ բան չի սա, լուրջ բան չկա, որ կարող ես կապնես ասես վայ։ Այս դրա համար արժի 1-2 աստղ դրած, նորմալ չի որ կարելի է ասկի գալ։ Էսի 3 կիլոում համար էսի 3 կիլո։ Էսի բեսամ թեթև բան է։